Արգանդի փողերը։ Արգանդի փողերը դա խողովակներ են, որոնք արգանդի մարմնից, իդեպ արգանդի մարմնին իրենք կպած են, արգանդի մարմնից ձգվում են դեպի ձվարաններ։ Ձվարաններին իրանք կպած չեն առանձին, այլ ունեն ֆիբրաներ, որոնց միջոցով ձվաբջիջը, երբ որ լինում է օվուլյացիան, ձվաբջիջը կարողանում է տեղափոխվել դեպի արգանդափող եւ արդեն իսկ շարժվել դեպի արգանդի խոռոչ։ Շարժվում է այնի դեպ ոչ թե ինքնուրույն ձվաբջիջը, այլ արգանդափողերի շնորհիվ։ Հասկանալի է, թե ինչ դեր են կատարում արգանդափողերը եւ շատ կարեւոր է իմանալ առավել եւս, եթե մենք աշխատում ենք անպտղություն ախտորոշման հետ, որ հնարավոր է որոշ պաթոլոգիաներ, որոնց ընթացքում տեղի ունենում արգանդափողերի անցանելիության խախտում, դա կպումների հետևանքով կարող է լինել բորբոքային պրոցեսներ արգանդափողերում եւ ինչպես ենք մենք վարվում այդ պարագայում, պարտադիր ստուգում ենք արգանդափողերի անցանելիությունը։ Դա կատարվում է կամ ռենտգենի միջոցով, կամ լապարոսկոպիա է կատարվում։ Ես իհարկե հիմնականում հակված եմ լապարոսկոպիկ միջոցին, որտեղ այն ունի երկու առավելություն, եւ կարողանում ենք ստուգել արգանդափողերի անցանելիությունը, եւ եթե հնարավոր է այն շտկել, ապա անմիջապես դա կատարվում է։ Կամ անում ենք հիստերոսալպինգոգրաֆիա, այնպես որ պարտադիր պետք է նկատի ունենալ արգանդափողերի դերը, եւ եթե ունենք ախտորոշում անպտղություն, ապա հիմնական հետազոտությունների շարքին է դասվում նաեւ այս հետազոտությունը։ Իհարկե մենք կատարում ենք հետազոտություններ համապատասխան ալգորիթմին, համապատասխան ինդիվիդուալ մոտեցմամբ, բայց այս հետազոտությունները նույնպես ներգրաված են եւ պարտադիր պետք է հիշել արգանդափողերի դերի մասին այս process-ում։